40 տարի։ Մենակ այս գեղի պրոբլեմը շատ մեծ պրոբլեմը ջուրա։ Ոչ որոկման ջուր ունենք, ոչ խմելու ջուր ունենք։ Ես ունեմ 5 հատ թոր, 2 մանկապարտեզ, 3 դպրոցական։ Այդքան երեխեքին կարելի է առանց լողացնել, կեղտոտ, երեխեքին հնարավոր է դպրոց ղրկել, մանկապարտեզ ղրկել։ Մենք այս ավտոյով, դի ավտոն երևում է։ Հələ նայեք ինչ ավտոներով ենք ջուր կրում, սաղ մեր ավտոները ջարդվել են, դիա։ Ջուրը բաչոնկեքը դնում ենք ձորից, չուկչաների պես, մեջքին շալկած բաչոնկեքով ջուրը հանում լցնում ենք տիա այդ բոշկեքի մեջ, բերում ենք, որ անասուն ջրենք։ Այստեղ էլ ապրում ենք Ազիզ ջան, որ անասուն պահենք, էլ ինչով ապրենք։ Ստի անասունը չենք կարող առանց ջրի պահել։ Առանց ջուրի կյանք կա, չկա։ Տիա փորեցին, շլանգը փրել են, սաղ տների մոտ փորել են, լավ ծախս արել են։ Շլանգները փրել են, տիա այդ բաները դրել են լուկերը, բայց ջուր հələ անուն չկա, գոյություն չունի։ Սկզբից ասեցի միջով սեպտեմբերի կեղնի, բայց հələ ձենձուկ չկա։ Բայց շատ ահավոր է ժողովրդի վիճակը, իսկականից։ Մենք ոչ, ես ոչ օգնություն եմ ուզում, ոչ ասում եմ թող բերեն մենք ուտենք։ Մենք կարանք տանջվենք, ապրենք, մեր օրվանը գոյություններից պաշտպանենք։ Միայն ջուր, հնարավորություն չկա ստե ապրելու։ Մարդիկ շատ ցախ փախել են, գնացել են։ Նա ինչքան տներ կա, սաղ գնացել են, կոչել են։ Չեն կարում ապրեն, ինչ անեն։ Տիա ամեն օր հիմի տղես բանա ծառայության մեջ է, պոստերում է։ Մի ջուր բերող չունենք, լավ աստ է, տեկոր տղա ունեմ։ Տեկոր տղին խնդրում եմ, ամեն օր մի երկու ռես Իրանա ջուր բերում, ռեսում էլ Ինդիա ջուր բերում, որ երեխեքին լողացնենք, կարողանանք մաքուր տիա, երեխեքից տեսնում ես։ Ջուր չեղնի, ինչ անեմ, ես ես երեխեքին։ Այդ վարդան ես մի ոչքեր եմ վարացել, ճանըտ յուղի որ էկտան։ Ձորից բերում ենք խմելու է, ճարահայտված խմում ենք, են չի էլի, դե այդպես 100%-անոց չի էլի, չէ նստում է էլի, նստվածքը նստում է, բարակ աղբիրու կա, որդեղից է գալի էտի մենք չգիտենք, բայց թե ամասիայից էլ ենք բերում, մարդկանց տները զարգում ենք, միջովենի տղես որ ստեղ էր ավտոյով իջնում ենք ամասիա, ամասիայի տներից ենք բերում, մոյկայից ենք բերում ավտո լվացնելու տեղը, հələ լավ ո տեքորս տեղ ինձի մոտիկի ջուր է բերում, ինչ պիտի անե ես այդ 5 երեխուն, ում բողոքեմ, ում ասեմ, ով է քու ձենդ լսելու ինչի, չեն լսելու, ջուր չկա հողը ինչ անենք, տիա տեքորս կնիկը լավ ոստան դնել գիդի, ես աղ թորմուշել է, առանց ջրի, մենք էլ չենք դնում համար դնենք չորնաթափի, ծախս այդիկ սաղ։ Մեր առանց ջրի չորացել է, Ես օգնությունը կարիք չունեմ, ցամաքասկուտ եմ, բայց ձենս չի ելի, մենակ ջուրի հարցը լուծեն։ Մեկ էլ ուղղակի շատ խնդրում եմ, այս երկու փողոցը մաքրեն, ես իրանք եմ փորե, սաղ քարերը դուրս ավտոները ջարդվում են։ Սաղ քար, մար, երկու պստիկ փողոց է էլի, մի 2 կիլոմետր մեջ կա։ Ես երկու փողոցը սարքեն, շինեն, երեխեք հələ ոտի տակը նայան, փորել են, սաղ թողել են, ինչ կեղնի, մարդ ենք, ապրում ենք, գոյնը քանի տարի ապրում ենք, մարտավարի ապրենք։ Մանկապարտեզ, դուբրոց, ստեղ ոչ իման չկա ամեն մարդ, իր ավտոյով երեխեքին տանում են ամասյա։ Եմի որ տղեկս տունու չեն տաքսի եմ կանչում։ Դե երեխեքին ասր օրինակ ոտով են բերել։ Նա ես տները սաղ ռիադով որ տենում ես, սաղ ապրել են։ Հեմի էլ որ իմացել են Ռուսաստան ապրողները, որ ջուր պիտի քաշեն, տները չեն ծախում էլ։ Կսե եթե այդպես բան եղնի մարդիկ կան հանգիստ ապրեն։ Ես որ եկաստեղ այս տները սաղ ապրողներ կային, այս տունն էլ, այս գենը սաղ կամինգ տարել է տները, երկու հոգի է մնացել, մենք ենք մնացել, եկել եմ Սումգայիթից, 88 թիվին, առ այսօր խոսք են տվել յանիմ, տուն պտի տան բնակարան մեզի, ոչ բնակարան ենք տեսնում, ոչ օգնություն ենք տեսնում, Ազիզ ջան, բայց ոչինչ, մենք մեզնով ապրում ենք լավից, վատից,
Այս տունը արել ենք։ Քիչ, խեղճով մարդիկ կան էլի, հələ չի վերացել մարդկությունը։ Քիչ, մի 5 տարվա մեջ փագինք։ Բայց թե արանք էլի։ Այո, չեն տվել, տուն չեն տվել։ Փախիստականներին ով է հաշվի առնում։ Հույսս կտրել եմ։ Ան ինչ ամնացի ինձ ապրելու թեզը դիմում կրեմ։ Այ 30 տարի ապրում եմ տուն չեն տվել իմի նոր պիտի տան։ Այ մարդ աշխարհը խախան դեղնի, գրիվ չեղնի։ Մենք մեր գոյությունը կարանք պաշտպանենք։ Մենակ ջուրի հարցը լուծեն, որ ջուր եղնի, չէ, ով որ Ռուսաստանա գնացել, բայց նորից հետ կան։ Մենք ինչ ենք հասկանում այդ պետական գործերից, այդ ղեկավարներից, իրանք իրանց վայթե չեն հասկանում։